մի պատմություն, որ երբեք հիշատակով տխրալի, սիրտս հանգիստ չի տալիս։ Մեր գյուղից վեր մինչ այսօր կահորենի մի սքվոր, մեծ անտառից նազատված, մարդու կացնից ազատված կանգնած է դեռ, ու շոգին հով է տալիս մշակին, գիժ լեռնային մի վտակ, փոխոջում է արբիտակ, խաղում կանաչ մարգերին։ Այն արվակում, կեսօրին, երբ որ շոգից նեղանում, գնում էինք լողանում, տկլոր, աշխույժ խմբակով, աղաղակով, աղմուկով, խաղում էինք, վազվզում, գույն մանրիկ ավազում, կամ հետևում հևիտին, թիթեռնիկին ոսկեթում։ Ու միշտ հոգնած ժամանակ, այն մենավոր ծառի տակ, նստում տխրում մի քարի, գերեզմանում մարը, ամբողջ վաղանում, դու մանկության իմ ընկեր, որքան ենք մենք խաղացել իրար սիրել ու ծեծել։ Ժիր էր մարում, դուրեկան, նոր էր 9 տարեկան, նրանց տունը երբ մի օր եկան երկու եկավոր, ու Մարոյի մայրիկը, երբ որ առավ բերավ դրավ լիքը խոնչեն իրենց առաջին, շնորհակալ ենք մենք, ասին, տաշտներդ միշտ հաց լինի, դռներդ միշտ բաց լինի, հաց չենք ուզում ձեզանից, հաց տվեք մեզ ձերքից։ Այն ժամանակ Մարոյի հայրիկն առավարաղի լիքը բաժակն ու ասավ, կամքդ լինի Տեր Աստված։ Նշանեցին Մարոյին, տվին Չոբան Կարոյին։ Չոբան Կարոն սարերի մի հովի վեր վիթխարի, ոյ գուսաթին նայլիս մարդու սարսափ էր գալիս, բայց օքան չանսահման, սիրում հարում էր նրան, շատ էր սիրում և Մարոն, լավն է, ասում էր Կարոն, բերում է ինձ ամեն օր, կանթեր, չամի չու խնձում։ Մին էլ Մարոն աղմուկով, եկավ զուրնով հմբուկով, ու Մարոյին զուքեցին երեսին, քող ձգեցին, մինադրին ձեռքերը, եկավ խաչով տերտերի, եկավ ժամուն